Ես բոլորիդ ողջունում եմ, սակայն ողջունում եմ հայ ազգին։ Էրմանիստանի ծախված շները հայ ազգի մաս չեն կազմում։ Ձեր սիրելի փթած ատամներով կենթանին խարտվիլակը գնացել, չգիտեմ հիմա որ երկրում են վեր դառած։ Համաձայնություն ա տվել, որ Հայաստան 1,5 միլիոն թուրքեր կան բնակվելու։ Ինչպես միշտ անասուններ, լկտի սուտ ահա, տենց բան չի լինի, ոնց է հնարավոր, լավ է կելի։ Ասում են Արցախը պիտի տա, ասում եք լավ, լկտի սուտ ա։ Արցախը տվեց, լկտի սուտ ա։ Ճանապարհը պիտի Սյունիքով տա, լկտի սուտ ա, տենց բան չի լինի, հա, ով կարա տենց բան անի։ Հիմա գնացել է էլի լկտի սուտ, ստորագրում ա, որ 1,5 միլիոն ադրբեջանցի պիտի գան Հայաստան։ Ոչ մեն պիտի գան, անասուններ, ոչխարացած ցեղ, որ ձեզ ամեն օր ասում են, որ հա դե մի թող գան, լավ կծախեն, պամիդոր կուտենք, կլափենք։ Մենակ լափելուց եք մտածում, ուտեք, խմեք, գնաք պարգակ, համերգների հաճախեք, անասուններ, դուք ուրիշ բան չունեք այս աշխարհում, մենակ լափելուց, ձեր թափաններից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Ոչ անասուններ չեն գալու հենց այնպես ապրեն, թուրքի բանի կարոտ պոռնկացած կենթանիներ, ոչ։ 1,5 միլիոն կամաց ուղարկելու է, հետո հետներ ուղարկելու է ոստիկանություն եւ բանակ, ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանել է պետք։ Ինչի համար է ուղարկում նրանց, ինչ է կարծում անասուններ, որպեսզի վաղը մյուս օրը մի կատաղած մարդ խմած գնա դրանց տուն, դրանց սրի քաշի, հետո Ալիև ասի, ես իմ բանակը գցելու եմ Հայաստան, ուրիշ հնարավորություն չունեմ, իմ ժողովրդին այնտեղ կոտորում են, ես իրավունք ունեմ միջազգային իրավունքներով օգտվելով, այսինքն իրավունքներից, ես պետք է իմ ոչլոտ ցեղը փրկեմ Հայաստանում, նրանց սպանում են։ Ու մտցնելու է, որպես ես մյուս Հայաստանն էլ վերցնի։ Անասուններ, ես ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի ողջ Հայաստանի հարցը ու հայ ազգի հարցը վերջնականապես փակվի։ Այ անասուններ, այ կենթանիներ, այ անուղեղ հայվաններ, այ ոչխարից սերված խոտակեր շներ։ Այս ամեն ինչը արվում է դրա համար, որպեսզի օրինական կարգով ու իրավունք վերապահելով թուրքերը մտնեն Հայաստան եւ ապրելու եւ իրանց ոստիկանությունը եւ իրանց բանակը ունենալու համար։ Նրանց շատ մեծ գումարներ են տրվելու, նրանց ով ռիսկ անեն գան Հայաստան ապրեն։ Իսկ քանի որ դուք արդեն դարել եք փալաս, որով իրանց քամակը սրբում են, իհարկե նրանք արդեն հասկանում են, որ Հայաստանում ոչինչ չեն անելու իրանց հանդեպ, քանի որ Հայաստանի ողջ ոստիկանությունը ընկած թուրքի լարփերին է պահում, որոնք Արցախի դրոշն էին տրորում։ Լավ, Արցախը չեք սիրում, ուրախացել եք, որ Արցախը տվեցիք, արցախցիներին ստորացրեցիք, մի բարի պտուղնել իրանք չեն վերընկած ոչխարի պես որոճում են, միջև եկան մորթեցին։ Հիմա Հայաստանում են ոչխարի պես վերընկած, ձեն չեն հանում, ոչ մի բան։ 2 կոպեկ, որ հանկարծ չզրկվեն լափելուց, չեն էլ հասկանում, որ դա տալիս է սփյուռքը, ոչ թե այս անասունն է իր գրպանից տալիս։ Դա սփյուռքն է տալիս ձեզ, այ ոչխարներ, որ դողացնում եք այդ փողի համար, վախում եք զրկվեք, դա սփյուռքահայերն են օգնում։ Տները տվեցին են գյուղի կեսը, որ տվել էին թուրքերին, մի ձեն չհանեցին այս գեղի ոչխարները, ողջարները, տները Հայաստանի, այսինքն սփյուռքահայ հարուստ մարդիկ այդ տները իրանց համար կառուցեցին, իսկ այս փթած ատամներով ալկաշը գնաց դրանց բալանիները տվեց, բանալիները կներեք։ Ու ինչ ասեցին, շատ շնորհակալ ենք, ապրի պարոն Փաշինյան, էսի լավ մարդ է, շատ հիանալի ապրում ենք, ինչ եք ուզում մեզանից թողեք հանգիստ։ Այդ են գեղացիներն են, որ ասում են Փաշինյանը ստեղ գա գլուխը ջարդելու ենք։ Այդ ոչխարներն էին, հասկանում եք, որ գնացին առաջները խոնարհվեցին, գլուխ տվեցին,
ուրախ գնացին այդ տներում ապրելու, առանց հասկանալու, որ Թուրքին թողել գյուղ, դա ինքնասպանություն է։ Դեռ ձեն չեն հանում, ինչի համար, որովհետև դուք ոչխարի ցեղ եք, մեկը ոչ մի ձևով չեք ըմբոստանում, նրանք էլ ասում են հանուն ինչի գնանք արուն թափենք, էլ այդ ոչխարները տալիս են, էլի, կամաց մի գեղ, մյուս գեղ։ Ես թքեմ Հայաստանում ապրող տղամարդկանց երեսին, եթե դուք տղամարդիկ եք, այ կրտած եզեր, ձեր կնանուն ծեծելով ուժեղ եք, ուժեղ տղամարդ եք, իրար սպանելով, իրար փոր թափելով շատ ուժեղ եք, մեկը մյուսի կնգան ծուռ աչքով նայեց, գնում են դանակ կողում են փորը չեն հարցնում ով է, ինչ է, իսկ ձեր երկիրը թուրք է մտնում, ձեն չեն հանում, էլ են ասելու, գիտեք, չէ, տենց բան չի, նով ասում, բայց պետք է գան ապրեն ձեր երկրում, ասեն, մենք էլ ենք շատ, դուք միլիոն, եսի ինչքան եք, մենք էլ միլիոն ու կես ենք, մեզ դպրոցներ բացեք, մեր լեզուն երկրորդը պետականացրեք, մենք ոստիկանություն ենք ուզում, մենք հեռուստատեսություն ենք ուզում, մենք էլ ենք ուզում մտնենք պարլամենտ, ոչխարի պես հանգիստ, այսինքն անասունի պես իրանց երկիրը ձեռներից տանում են, ոչ մի ձեն չկա, պատմության մեջ սենց բան չի եղել, սենց դրվակ, որ մի երկիր պարտական լինի, պարտավորվի, որ ուրիշ երկիր, իրան թշնամի երկրի ժողովուրդը պետք է գա միլիոններով իր մոտ ապրի ու իրավունքներ ունենա։ Դուք պատկերացնում եք, ոչ մի ազգ սա չի հանդուրժի երբեք։ Այս անասունները, այս կենթանիներ, որ այս ահռելի Ռուսաստանը դուրս անում այս եկածներին, որովհետև չեն ուզում, որ իրանց ժողովրդից ավել լինեն, շատ լինեն, որովհետև դա վտանգավոր է։ Այս անասունները միլիոն ու կես մարդասպաններին, հայասպանների բերելու են, նստացնեն իրանց կողքին։ Դրանց հետ բերելու են թուրքերի ոստիկանությունը ու բանակը։ Հետո ասելու են, սա արևմտյան Ադրբեջանն է։ Հիմա են ասում, ոչ թե ասում են հետ գանք ով փախել է, այնտեղ ապրեն, բա դուք այ ոչխարի ցեղ, ինչի՞ չեք մի ձեն հանում, ասում լավ, դուք որ ուզում եք գաք, Բաքվից փախած հայերը, ինչի՞ չեն ուզում գնան հետ, բա Արցախը դատարկեցիք, են ապրող հայերը, ինչի՞ չգնան, դուք պատկերացնում եք դա ինչ ցավ է, որ Արցախը 5000 տարի հայը երբեք այդ հողից չի գնացել, հիմա Արցախը դարձավ պատմական հուշ, ոնց որ մյուս գավառները Հայաստանի, որի մասին մենք հիմա մենակ պետք է կարդանք գրքերում, գրենք ու հիշենք, որ ունեցել ենք Արցախ։ Հանգիստ տվեցին, հասկանում եք, ու հանգիստ ապրում են այս տականքները։ Նստած սեղաններ են գցում, ապրի մեր վարչապետը, մեր թագավորը, մեր Տիգրան մեծը, Եսիմելովը, Պապ թագավորը եւ այլն, այսինչ լավ բան, հազիվ պրծանք Արցախից։ Սրանք ազգ են, սրանց կարելի է խղճալ։ Հիմա կամաց թուրքերն է բերելու Հայաստան։ Սա հասկանում եք, սա ուղղակի անհնար է։ Այս կենթանիները մենակ ուտել, խմելու, լափելու համար իրանց հայրենիքը ծախեցին։ Ու ծախում են ամեն օր։ Ասում են, չեք խանգարում, մենք թուրքերի հետ ընկերություն անենք։ Ոչ ինքնասիրություն ունեն, ոչ ազգային ինչ-որ պատմական հիշողություն ունեն, ոչ մի բան չունեն այս անասունները։ Իրանց ձեռ են առնում թուրքը, Ալիևը կանգնել ասում է, դա սա մեկը եղել է Ադրբեջան, թող գան մարդիկ իրանց տներում ապրեն, իրանց հողն է։ Այդ բառերից հետո իրանց ասում են թող գան ապրեն, համ ինչ կա որ դե մարդ են էլի։ Անասուններ, դուք կարծում եք մենակ արցախցիներին են իրանք ատում։ Նրանք ատում են ողջ հայ ժողովրդին։ Որ Հայաստանում ապրող մուսոր շները կանգնել են մի պոռնիկի, որ եկել հասել է Մամեդով անունով, եկել հասել է Երևանում քայլում է հանգիստ հպարտ, նա ով ամենավերջի լուտանքներն է թափում հայ ազգի վրա, հիմա էլ են ձեռ են առնում, հասկանում նկարները գցել են մեր երկիրն է, մեր Երևանն է, դուք հասկանում եք ինչ աստիճան եք դուք ընկել, որ մենք արդեն սպասում ենք, որ երբ է մի երկրաշարժ լինելու, որ ձեզանից մի մարդ չմնա, այ ոչխարներ, այ խայտարակ շներ, մենք չենք կարող մեր երկու խոսք խոսանք, որովհետև այս խայտարակ Երմանիստանի շները սենց գրկաբաց նստած թուրքին են սպասում։ Դուք պատկերացրեք սրանք ով են ուղակի, էլի ինչ ցեղից են, քրդերի, թուրքերի մնացորդներ են,
թե այն կնանոնց որ տարան բռնաբարեցին հետ բերեցին նրանց երեխեքն են, սա անհնար է հասկանալ գենետիկորեն հայը ուրախանում է որ թուրքը գալիս է, ասում է թող գան ապրեն, մի մարդիկ են, ինչ կա որ, այ անասուններ, այ կենթանիներ, ինքն էլ իրա պորնիկ ջհուդի քացնել, մի օր գնալու են, սատկելու են, ինչ են լինելու, հավերժ ոչ են մնալու, ինչ է կանելու այդքան թուրքերի հետ, երկրորդ ուրեմն ցեղասպանությունը անցավ, երրորդն է կանցնելու, չորրորդը, այ անասուններ, պատմությունը ձեզ ոչ մի բան չի սովորեցնում, թուրքերին բերեցին, գցեցին Արցախ, 100 տարի հետո ասեցին սա մեր հողն է, վերջը իրանց նպատակին հասան, ձեզ ոչնչացրեցին, դուրս արեցին, այ կենթանիներ, դուք չեք հասկանում, ինչի է սա տանում, Սատանում է ձեզ ընդհանրապես խոնարեցնելու թուրքերի ոտերի տակ, ասում է կոմունիստները բան արեցին թուրքերին, դեմ լարեցին մեզ, մենք թուրքերը շատ լավ ապրում ենք, այ անասունի ծնունդ, այ մանկահասակ պոռնիկի ոռից վերընկած կենթանի փթած ատամներով, 15-րդ դարում էլ կային կոմունիստներ, երբ որ օսմանացիները սկսեցին կամաց նվաճել Կիլիկյան, Արևմտյան Հայաստանը, Բյուզանդիան, այն ժամանակ էլ էին կոմունիստները մեղավոր, որ թուրքերը մորթազերծ էին անում մարդկանց, որ կտոր էին կտրում, դրանք չեն փոխվել, դրանց ցեղը չի փոխվում, չեք հասկանում, չի փոխվում, ինչ մարդակեր կային, Թումանյանն ինչպես ասեց 1000 տարի էր պետք որ մարդակերից մարդասպան դառնան, թե ինչքան է պետք որ մարդասպանից մարդ դառնան, հայտնի չի։ Դուք չեք հասկանում որ թուրքը չի փոխվում, որ նրա բնությունը մնում է նույնը, որ նա առնախում է, նա ատելով ատում է ընդհանրապես քրիստոնյա ազգերին, հայերին առավել եւս, որովհետեւ հայերը կենթանի վկաներ են իրանց գողության, նրանք հայերի հողի վրա են ապրում ու դրա համար նրանց մեզ ատելով ատում են, որ հասկանում եք նույնիսկ հույները այդքան ասենք չեն հիմա դրանց հետ թշնամացած ոնց որ հայերն են, որովհետև հայերի հետ նրանք դեռ հաշիվ ունեն մաքրելու, հույներից ինչ կարողացան խլեցին, Կիպրոսն են հիմա ուզում խլել իհարկե, ու դուք ասում եք որ դե սովորական մարդիկ չեն ուղարկելու այ անասուններ, նրանք պարապած մարդասպաններ են, գլուխ կտրողներ են, նրանք են Յաշմայի կենթանիներ, որ եկել են թուրքերը բան են, ֆուտբոլ են, գնացել եք այնտեղ բալետ է կանում նստած Երևանում, մեկիդ սիրտը չցավեց այ անասուններ, գնացել են, նստել են, ֆուտբոլ են նայում, զոհվածի հայրը, զոհվածի կինը, զոհվածի մայրը, այ կենթանիներ, ձեր մեջ ինքնասիրություն բառը գոյություն չունի, ձեր երեխուն մորթացներին նստել եք դուք ուրեմն հաճույքով նայում եք, սրանք ով են, այսով են այս անասունները, ես չեմ հասկանում, ես չեմ պատկերացնում, որ սրանք այսքան անասուն են, այսքան ծախված շուն էին, ու մենք չենք հասկանում, որ սրանք մարդ չեն, այսքան տարի օգնելով Սփյուռքը ողջ Արցախը կառուցեց, Հայաստանը, մենք չգիտենք, որ դուք այդքան ծախված շներ եք։ Պատրաստվեցեք ուրեմն, շուտով գալու են, ձեր առնելու, ձեր երեսին շառելու, ձեր կանանց բռնաբարելու, ձեր երեխեքին սպանելու։ Հիշում եք, որ ասում էի մի քանի տարի առաջ, որ Հայաստանում սկսելու են սպանել ու երեխեք են կորչելու։ Հիշում եք, չէ՞ անասուններ։ Հիմա հորն են բռնել, կարծում եք հերնա սպանել, այնքան են ծեծում, ջարդում, փշրում, որ ինչ ուզես քո վիզը կվերցնես։ Կնոջը են գյուղում, կնոջն ու մանկահասակ աղջկան բռնաբարելու շատ դաժանորեն սպանել են գլուխ կտրելով եւ այլն, էլ ինչ որ մեկին բռնեցին, իբր թե նա է արել։ Այն մի երեխան ընկավ գետը խեղդվեց, իբր թե երեխա էր պատահական ընկել է, էսի ինչա պատահի։ Հասկանում եք դուք, որ դուք թուրքերին, պակիստանցիներին եւ այլն քցել եք, կողել եք ձեր երկիրը, դուք զարմանում եք, դրանք դիվերսիա են անում, դրանք երկրի մեջը մեկ վառում են, մեկ սպանում են, այն երեխեքին են տղերքին վառեցին, բանակում այդ ողջ այդ շենքը այրեցին, մի անգամ մեր պատմության մեջ մի ղեկավար այսքան արում բերած կա, որ այս շան ծնունդն է, հիմա հերթով իրանց են նստացնում, Հիմի կաթողիկոսին են ուզում նստացնել, հիմա էլ եսի ամեն տուն են մտնում արդեն, հասկանում եք։
Ու ես մտածում եմ, գուցե լավն էլ դա է, որ պետք է ամեն տան մեջից մի մարդ տանեն, նստացնեն, սպանեն, որ դուք հասկանաք այ ոչխարներ, որ ձեզ ոչնչացնում են կամաց։ Ինչ դարավես հալկա շունը ու իր բոզը, որ դուք ողջ ազգովի ուրախ Թուրքին է սպասում ես անասուն է, սրանք մարդ չեն էլի, ինչ խոսաս սրանց հետ։ Մեր պապերը, նախապապերը արդեն գերեզմանում մի քանի անգամ շուռ եկան։ Թուրքին են սպասում ես անասունները։ Ամեն ինչ մոռացած, մա ռուսներն են մեղավոր, նրանք են տենց մեզ բան արել, որ թուրքերը վատն են, թուրքերը իրական Լուսիա տատիկ են, Պորնիկ Լուսիկը, տղեն մեռավ, ուղեղը տեղը չեկավ, չհասկացավ ինչի համար պատժվեց էս Պորնիկը, Պորնիկուհին, սաղ երկիրը, սաղ էս ոչխարներս, էս պատտացրած պահմը, ասես չէ ձեզ, չէ, Ղարաբաղը չի տա, լեզու չորանա սատկ է, սովոր Ղարաբաղ ասում Արցախը, սատկ եք, չի տա, չէ, մեր վարչապետը սենց է, չվախեք, չէ, մեղրին չի տա, չէ, Հայաստանը չի տա, էդ օրն եք ընկե, որ նստել եք սպասում եք, ով պետք է ինչ ասի, որ Հայաստանը կտան, թե չեն տա, էդ օրն եք ընկե, էդ աստիճան, որը Անդրկովկասի ամենաուժեղ բանակն ուներ։ Հիմա Սերժը, Քոչարյանը, ով կա էլ այնտեղ, Տեր Պետրոսյանը եւ այլն։ Գիտեք, ես համոզված եմ ու ինձ թվում է մենակ ես չեմ համոզված, որ այս մարդիկ նստած սպասում են, որ այս Պորնիկի ծնունդը սաղ տա, սաղ անի պրծնի, սրա ձեռով սաղ այդ պլանները որոշվեն, կատարվեն, հետո պետք է գան ասեն մենք բան ենք, մենք լավն ենք, պուպուշ ենք, այ ինքը դավաճան այ, մենք սենց լավն ենք։ Լսեք ինչ եմ ասում, ամեն մարդ, ով հանգիստ նայում է ամեն ինչին, նույն դավաճանն է։ Միլիարդներ ունեք, միլիարդներ, այդ փողը կարակ ուտեք ամեն օր։ Հասկանում եք, փողի մեջ կարակ լողանա, գիշեր ցերեկ, միլիարդներ ունեք, դուք այնպես կարեք պրոֆեսիոնալ ուղարկեիք, նենց սատկացնեին սրան, որ զարմանայիք ինքներդ, բոլորին կառնեիք իրա կողքի մարդկան, ասում են թուրքեր են իրան օգնում, հետո ինչի թուրքերի սատկացնել չի կարելի, գնացեք մեր տղերքից հարցրեք, եռաբլորում կասեն թուրքին կարելի է սատկացնել, թե չէ, սրանք պիղծ են, հասկանում եք, ուրեմն թուրքերը պետք է գան, վաղ ասեն, մեր դպրոցները բացեք, վաղ ասեն, չէ, հայկական այդ ինչ որ տոները մենք չենք ուզում, որ դուք տոնեք, որովհետև դուք մեզ վիրավորում եք, մենք այս երկրի քաղաքացիներն ենք, ինչա մեր դեմ ուրեմն տոներ եք տոնում, Սարդարապետը ինչա նշանակում, որ թուրքերի հետ կռվել եք, այսինքն մեր դեմ տոն եք տոնում, մենք համաձայն չենք, Հայաստանի դրոշը մեզ վիրավորում է, խաչերը հանեցեք, ձեր եկեղեցիները փագեցեք, հայերեն մի խոսացեք, մենք վատ ենք զգում։ Դուք էդ եք ուզում։ Այ մեր սանք անասուն, ինչ ուզում եք ասեք։ Ուզում ա երեսների իշարեն է, թուրքերն էլ, քրդերն էլ, եսիմ պարսիկներն էլ, սրանց տակ պարկած առավել եւս Երևան։ Վայ, Երևանին շնորհավորում եք, դվարվի ձեր Երևանը ձեզ հետ մեկտեղ։ Սատկեք բոլորդ։ Ինչ եք զարմացրեց, ինչ որ Երևանը դառավ Հայաստանի մայրաքաղաք, սա Հայաստանը ծախեցիք։ Թքեմ ձեր Երևանի վրա, ընկնի սենց հողի տակ փակվի ու մոռանանք, որ այդ քաղաքը ընդհանրապես գոյություն է ունեցել։ Անասուններ, խրտվիլակների, ծախված շների բուն։ Ինչա ձեր Երևանը, ինչ զարմացրեցիք ձեր Երևանով։ Ինչ արի Երևանը, մի լավ բան էս աշխարհին ու մեր երկրին ու մեր ազգին։ Մի բան հիշացրեք էլի։ Գնացել են ստորագրել են էս են ծախի, գնացել են ստորագրել են ծախի, Սարդարապետի ճակատամարտից հետո Հայաստանը, երբ որ կանգնեց ոտքի, արդեն ուզում էին հետ գնային, արևմտյան Հայաստանը հետ նվաճեին, այս Պորնիկի ծնունդները, այսրապես sense Նիկոլներ գնացին, ստորագրեցին, հետևից սուրհանդակ ուղարկեցին, որ մի ստորագրեք ոչ մի բան, մի Սիմոն Վրացյան մնացած շան ծնունդները, որ հետո փախան հերոսացան, իրանց անունով էլ բաներ, փողոցներ կոչեցին, գնացին, ստորագրեցին այդ ամեն ինչը տվեցին։ Ես հաղթանակից հետո չեն ասում դա այն փաստերն է, որ չեն ուզում ասեն, հասկանում եք, դա ամոթալի ժամանակներ է, չեն ուզում հիշացնեն։ Էլ խոսք չմնաց, էլ բան չկա ասելու։ Էլ ես գնացեք էլի բանի գյուղի ոչխարներին մի հատ հարցրեք։ Հայաստանից նկարահանում են, վայ, ես ինչ լավ է Հայաստան, տուրիստներ են գնում, գիշեր այնտեղ երգ, պար, ուրախություն, ոնց բացատրեմ, ոնց որ տան մի սենյակում դիակա դրած, մյուս սենյակում գիշերցերեք խնջույքավոր ուտում, խմում պար են գալիս, սրանք մարդ են, երբ որ Արցախը նոր էր
բռնագաղթվե կեսից ավելը այս պորնիկի թուլեն գնաց ստորագրեց տվեց, այն հողերը որտեղ թուրքը ոչ չի դրե գնաց նվիրեց այս պորնիկի թուլեն, այս ամեն ինչ արեց որ բերից այս քծի բանի դրա ոտերի տակ գնացել Գառնիում լափում են Գառնին որը ընդհանրապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի պատմական, այսինքն կոթողներից մեկն է, որտեղ ընդհանրապես արգելված են ինչ որ մի ավելորդ բան անել, որտեղ դա պատմական հնություն է, գնաց այնտեղ լափում, հարսանիք են անում, ասես լափելով, պարգալով գրեհիկ եք, էլի հասկանում եք դուք են ռուսերեն բառը ամենալավն է բիդլա, այ դուք եք հասկանում եք, այդ ժեխը այդքան չի վրա, բիդլա փողոցներից հավաքած, անգրագետ, ակռավի տեսք ունեցող, սկի հայ նման չեք, այդ թուրքի որից վերընկածներ, հայ նմանել չեք, որ երեսներիդ նայենք, ասենք հայ նման է սրանք։ Մի հատ նայեք, ես ինչ զզվելի, ինչ ոչ արիական տեսքերը, էլի, սրանց ես թուրքից ու քրդից սերմած ես ոչխարախումբը։ Հա դե թողան բան չկա։ Իրանց ձեռ են առնում այս անասուններին, ասում են գնանք Հայաստանում սրանց սպանելու ենք, մորթելու ենք։ Այս անասուններն են նստած, լավ կլինի որ հա մի քաչալ շուն մի հատ պորնիկի հետ նստած։ Սիրելի ադրբեջանցիներ, եկեք իր հետ լավ ինչ որ մի սուպեր սակո ինչ հորս ցավը, մերոնք կան, մեր թուրքերը ստեղ կան։ Լավ ընդհանրապես հայրենիք չունենաս, քան ունենաս նման խայտարակ հայրենիք։ Լավ ընդհանրապես հայրենիք չունենաս։ Հայոց կաթողիկոս, միչև երբես են սուսուփուս նստելու, միչև գան մտնեն մերուքդ փետելով, գլխի տալով, խաչդ պոկելով դուրս բերեն տնից, այդքան ես հասցնելու ես այդ աստիճանի, միչև երբես սուսուփուս նստելու, միչև կաշվի չեն կպել, ձեն չես հանելու, չհանես, ձեն չհանես, տենց են նստի։ Վազգեն առաջինի կտրած եղունգի կեսի չափը չկաս դու, որովհետև այն մարդը որ լիներ հիմա հայ ազգը դուրս եկե փողոցները։ Այսքան ձրիակեր տերտերներ լիքը լցված հազարներով միլիոններով նստած են այդտեղ։ Դուք չեք կարողանում գնալ դուրս գալ փողոց, ձեր դեմ ոչինչ չեն կարող անել, դուք ահռելի ուժ եք։ Այսքան զոհվածների ծնողներ, երևի 300-500 հազարից ավել մարդ կհավաքվեք, որ բարեկամներով, ընկերներով դուրս գաք փողոց։ Դուք չեք զզվել այս կյանքից, չեք զզվել այս ստորակարճ կյանքից, մի երկու կոպեկ ստանալով միթե վախենում են, որ մի շաբաթով կորցնեն իրանց աշխատատեղը, մի շաբաթ դուրս գան այս շներին սատկացնեն, դրանից հետո գնան հանգիստ ապրեն, չէ, վախենում են, հասկանում եք։ Դուք չեք զզվել, ոչխարախումբ ապրելով ընդեղ չեք հոգնել, մի հատ որ չեն ասում գնում ենք Հայաստան, հանգստանա, գնացել ենք Հայաստան, այ մարդ Հայաստան մնաց որ գնաք, Հայաստան կա արդեն, ինչ սրտով եք դուք Հայաստան գնում, են անեկդոտի պես 2, ամեն ինչ 2, մաթեմատիկա 2, հայոց պատմություն 2, գրականություն 2, 5, տղա ջան ես 5-ը որտեղից է, բանը երկեցողությունն է, այսքան 2 ստանալուց հետո դու մի հատ երգմել ես, այսքան բանից հետո դուք հանգիստ գնում եք Հանգստանի, իբր ոչինչ չի պատահի, ես զարմանում եմ, ժողովուրդ, ես արդեն գժվել ա կարելի, ես 1000 հիվանդություն ձեռք բերեցի, ես ծերացա ուղղակի, ստանջալիկ, ես հոգեպես տանջվելով, ամեն անգամ հիշելով, ամեն անգամ հիշում ես, սիրտդ վառվում, ասում ես ոնց է հնարավոր, սենց ստորացած մեզ ձեռ են առնում, ծիծաղում են մեր երեսին, սենց անասունները, եկեք իրար հետ լավ ապրենք, եկեք իրար ընկերություն, նենց են ապրում, ոնց որ ոչ մի բան չի եղել, ոչ Արցախն են տվել, ոչ այսքան մարդ դրեցին հողը, ոչ այս մորթազերծություն, հələ մի հատ տեսեք Հայաստանում մի հատ խումբ կա, որտեղ ցույց են տալիս, թե ինչ են արել մեր գերիների հետ, մենք ենք ստեղծել, մենք ենք ցույց տալիս աշխարհին, այս մարդիկ ապրում են անջատված ուղեղներով, մի օրվա հացի լափելու համար, երեխեքին տարան դրեցին հողը, սաղ ծնողները գնացին մի նոր երեխեք ունեցան, մոռացա նրանց մասին, նրանք եղել են, չեն եղել թքած, վերջ, այդպես չի, ով կարողացավ, ով հասակ ուներ, հասնում էր իր հնարավորություն էր ֆիզիոլոգապես, գնացին երեխա ունեցան,
Անունը նույնը դրեցին ու հանգիստ ապրում են։ Չեն մտածում, որ այն մեկը, որ ունեի, որ տարան սպանեցին, ես հաշիվ չեմ պահանջելու այս շներից։ Լուսիա տատիկ, աղոթեք, սաղ աղոթեք, ոչխարացրեք, գլուխները դրեք, բանի դահճի կացնի տակ, աղոթեք, 2000 տարի աղոթում եք, 2000 տարի, լսող կա։ Հիշեք հայ հեթանոսին ու հայ քրիստոնյային, հայ հեթանոս ուներ ահռելի երկիր, ծով Հայաստան ուներ, իսկ դուք ինչ ունեք։ Ինչ որ Ալիևն ասում, նույնն է ձերս փթած ատամներով շունն ասում։ Նույն բանը։ Նա է ձեռառնում Հայաստանի, սա է ձեռառնում Հայաստանի։ Հասկանում եք դուք ով է դրած, ով է ձեզ ղեկավարում։ Այ ոչխարներ, մենակ ուտեն, խմեն, ուրախանան, գնան համերգների։ Ուրիշ բան պետք է չէ։ Վաղ աչքներ բացեք, այ անասուններ, երկիր չունեք արդեն։ Վաղը թուրքերն են որոշել ով պետք է գնա, ով չի գնալու Հայաստան։ Ես Հայաստան գնալու իրավունք չունեմ, ինձ փակել են ճանապարհը։ Ես չունեմ իրավունք։ Իսկ թուրքերին հրավիրում են, եկեք խնդրեմ, ով հայ ազգի դեմա, ով հայ ազգին ստորացրել է, վիրավորել է, Փաշինյանի սրտի բաննա, հյուրնա։ Փառավորվում են ինքն ու իր բոզը։ Սա ինչ որ հայոց ազգի թշնամի կա, եկել լցվել են Հայաստան։ Ու սաղին ուրախությամբ ընդունում են, սաղին պաճպճելով, ուրախացած, ստորացված, գլուխ տալով ընդունում են, դուք պատկերացնում եք ուր եք հասել դուք, այս ստորացված ցեղ։ Ինձ են գրում, որդիս կորավ, կարող եք ասեք որտեղ է, հակասեմ որտեղ է։ Ինչա տալու դա քեզ։ Ձայն հանում ես։ Ոչ մի ձայն։ 100 տղամարդ չգտնվեցին Հայաստանում, մի հատ զենք ձեռ վերցնեին, գնային սկսեին սատկացնել այդ մուսորներին, մնացածներին, որ վախենան փողոց դուրս գան։ Չգտնվեցին, թքեմ ձեր երեսին։ Հայաստանում տղամարդ չկա, կրտած եզեր եք դուք։ Դուք կրտած եզեր եք, եթե դուք տղամարդ չեք, թող թուրքերը գան ձեր կնանոնց հետ քնեն։ Տենց էլ լինելու է։ Տենց էլ անելու են ձեզ հետ։ Ու լավ են անելու, դուք դրան արժանի եք։ Դուք մարդ կոչվելու իրավունք չունեք այս աշխարհում։ Ասենք ում ենք ասում, որ աննամուս երեսին շարեցին, ասում ես ինչ լավ անձրև է գալի։ Նույն բանն է։ Նստած ասում են, լավ անձրև եկավ սոր։ Հա, լավ, անձրև օտոր էր ոնց որ թե։ Խոսք չկա ասելու արդեն։ Ափսոս են երեխեքը, որ գնացին ձեր նման ճիվաղների համար զոհվեցին այդքան բան։ Ափսոս են երեխեքը, որ գնացին սենց տանջամահ զոհվեցին ձեր պես փալաս ոչխար ցեղի պատճառով։ Ու ուրիշ ոչ մի բան, ու ոչխար արցախցիների պատճառով, որ նստած ձերները փորները կծած հանգիստ նստած են։ Նստեցեք հանգիստ անասուններ, Արցախը տվեցիք, էս է տվեք, ուր եք գնալու, ոչ մեկ չգիտի։ Հասկանում եք, որ ձեզ չեն հարգում արդեն։ Եթե մի ժամանակ արցախցի բառը նշանակում էր քաջություն, հիմա արցախցի բառը նշանակում է ցռան վերգո։ Չեն հարգում, չեք հասկանում, ոչ մեկ չի հարգում թույլին քացով տալիս են։ Ոչ մեկ թույլին չի հարգում, մենակ ուժերի հետ են հաշիվ նստում։ Ստորացնելով ձեզ, գլուխ տալով, խոնարհվելով, Ալիևի կոշիկները լիզելով եւ այլն, դուք նրանց ախորժակ ավելի մեծացնում եք, թուրքին մի հատ մատու ձեռդ կկացի։ Լավ է, ուզում եմ թքեն սրանց երեսին, ինչ ուզում անես, ոչինչ չի փոխվում, ոչ մի բան չի անվում, ոչինչ, սաղ ստախոս են, սաղ բանսարկու են, սաղ երկու երեսանի են, բանը օպոզիցիա է, ընդդիմություն, որ ընդդիմություն, ծախված դաշնակների ծախված ինչ որ մեկը տեսել եք դուք այս աշխարհում, ինչ որ ստորագրել են, տվել են, սաղ դաշնակները։ Եթե մի խելքը գլխի մարդ եղել է դաշնակների հետ, հետագայում կռվել է դուրս եկել այդ դաշնակցությունից։ Նույն դաշնակները չէին ասում թուրքերի հետ ընկերություն, դաշնակները չէին թուրք փաշաներին նամակներ գրում, թե հայերի մեջ, որ նա ամբոստ, որը զենք է հավաքում Օսմանյան կայսրության դեմ։ Դաշնակները չէին այդ անում։ Հիմա դաշնակները ընդդիմություն են, ծախված ու ծախվող դաշնակները։ Ով այլ ընդդիմություն, իրար նստած չայ են խմում, չայ, կոֆե, որն է, բաննա, Նազարյաննա,
թե Ղազարյանն ինչ էր որ են զոհված տղայի հայրը, որ գնաց այնտեղ կարի վերանը, որ թողեք, որ այս ճանապարհը թուրքերին էլի, էտելա չէ թուրքերին, դուք չգիտեք ուղակի Վրաստան-Հայաստան ճանապարհը, որ անասուն բիձեն դուս եկավ, ասում դե որ թուրքեր կգան մեզ կսպանեն, այդ ժամանակ կորոշենք, սպասես որ գան սպանեն, կնկատել բռնաբար են աչքիդ առաջ, որ նոր որոշես, ապրես, հա, այդ ինչ ուժեղ մարդեք դուք, այ անասուններ վաղվա օրը այսօր են սկսում, այսօր են կերտում, որպեսզի վաղը քո երեխան հանգիստ ապրի ու չմորթվի, այսօր ես պայքարելու, ոչ թե սպասես, ասես, հələ սպասեք կգան, որ մեզ կմորթեն, նոր կորոշենք, նոր որոշելու արդեն ժամանակ չի մնա, արդեն դու ոչ մեկ չես լինի, որ որոշես, եթե դուք ձեր ազգը, ձեր պատմությունը չեք պաշտպանում, ոչ մեկ ձեզ չի հարգելու, անասուններ, հասկացեք, ոչ թե խոնարհվելով են հաղթում, այլ կռվելով ու ըմբոստանալով, ձենովը հանի պես կանգնել եք սաղին անցկացնում եք մսրամելիքի թրի տակ, որ ինչ, որ քաղցր աչքով ձեզ մտիկ անեն, հարգում են մենակ այն ազգին, որ հանուն իրա պայքարում է, այն ազգին, որը հանուն իրա ըմբոստանում է, հասկանում եք դուք դարել եք ընդհանրապես ստրուկի կարգավիճակով եք ապրում ու լավ եք զգում դուք ձեզ, որովհետև ոչ մի բանի համար պատասխանատվություն չեք կրում, հասկանում եք, դա շատ հարմար է, բայց վախկոտ շների համար, ոչ թե ազգի, բա ինչ եք անում հայրենիք, եթե դուք ձեր պատմությունը չեք ունենալու, ձեր լեզուն չեք ունենալու, իրավունքներ չեք ունենալու ձեր երկրում, ձեզ հայրենիք էլ ինչի համար է պետք, ուղղակի որ լափեք ուտեք խմեք, իսկ որ մեր նախնիներն ասում են լավը մահքան ստրկություն, քան ստորություն, չեք լսե այդ ամեն ինչը, որովհետև մարդ, որը ստորացած ապրում է, նա չի ապրում, նա գոյություն է պաշտպանում, քարշ է տալիս իր գոյություն, ուղղակի շնչում է, որպեսի մարդ երջանիկ լինի, որպեսի մարդ ապրի ու ասի, որ ես ապրում եմ այս աշխարհի երեսին, այդ մարդը պիտի ազատ լինի, այդ մարդը պիտի իրավունք ունենա խոսալու, այդ մարդը պիտի իրավունք ունենա իր պատմության, իր պատմական հիշողության եւ այլն, ինքնասիրություն պիտի ունենա այդ մարդը, որ ապրի։ Թե չապրեն խոզերն էլ են ապրում, հա խոզեր տարան լափեցին, նոր տարվա շեմին էլ մորթում են։ Նրանք էլ են ապրում, կարելի է ասել, որ նրանք խոզը ապրում է ուղակի։ Մրջունները նույնիսկ իրանց այդ կառուցած մրջնատան այդ մրջնանոցում, այդ երկրում, որը իրանք կառուցում են, իրանք ունեն իրանց օրենքները։ Այն մրջունը, որ իրանց դավաճանում է, նրանց սպանում են։ Նրան մեջից կես են անում, ոտն են պոկում, չգիտեմ, սպանում են, կծում են, սպանում են, ոչնչացնում են այն մրջունին, որը գնացել է ուրիշ մրջնանոց ու հետ է եկել։ Եթե այն մյուս մրջունների հոտն են զգում դրանից, նրան սպանում են։ Իսկ դուք սիրելով, չգիտեմ, աղոթքներ եք կարդում այն մարդու համար, որը ձեզ ստորացրեց որպես ազգ, ձեր երեխեքին սպանել տվեց որպես ազգ, ինչից ենք խոսում, երբ որ որդեկորուս մայրերը աշխատում են այս պորնիկ ջհուդի մոտ, ինչից ենք խոսում, բացատրեք ինձ, մարդ իմանալով ով է սպանել իր երեխուն, ով է այդ ամեն ինչի մեղավորն ու պատճառը, դրա հետ է աշխատում է, հանուն իրա լավ ապրելու, հանուն նրա, որ էժան ու ձրի գնա երկրներ տենա, մանգա, զվռնի, հանուն դրա ծախել է իր երեխու հիշողությունը, հիշատակը, ինչից խոսակ հայ ժողովուրդ։ Ես գիտեի, որ հայ ազգի մեջ դավաճաններ կան, բայց որ այսքան շատ են ու միտեղ, որ Հայաստանի 80%-ն են դավաճան, ես չէի պատկերացնի, նույնիսկ ես չէի պատկերացնի։ Դե պատկերացրեք ուրեմն հիմա։ Ու այս անասունները, որ ասում ես, դե լավ եք, դե թեթև տար, հա դե ինչ կլինի, Աստված կօգնի էլի։ Հիսուս Քրիստոսը կգա կօգնի։ Ինձ հետաքրքիր է Հիսուս Քրիստոսը 15 թվին ուր էր, կարող է բաներ օդպուսկ էր գնացե։ Ինչի չօգնեց։ Բոլորը տարան գցեցին, եկեղեցիները վառեցին հազարներով, ինչի ոչ մեկ չօգնեց, որովհետև ոչ խարեք, որովհետև այն ժամանակվանից մինչև հիմա ուշքներդ, խելքներդ տեղը չի մտել, չեք հասկացել անուղեղ հայվաններ, որ միակ
հնարավորությունը պաշտպանել քո երեխեքի կյանքը, դա պաշտպանել քո ինքնությունը։ Երբ որ տեսնում են, որ դու կռվում ես, երբ որ տեսնում են, որ դու պայքարում ես, քեզանից ձեռ են քաշում։ Մենակ այդ ժամանակ թուրքը մենակ ուժը հասկացե։ Ուժ։ Նա վախկոտ ցեղա, նա հասկանում է մենակ ուժ։ Ոչ խոսքեր, ոչ ընկերություն, ոչ բարեկամություն, նույնիսկ ստեղ գիտեն ով են թուրքերը։ Ու ոչ մեկ նրանց միջև վերջ չի վստահել։ Հայի տականքները հավաքված են Էրմանիստանում, որովհետև Հայաստան անունը դուք իրավունք չունեք կրելու, դուք Էրմենիստան եք արդեն։ Դուք իրավունք չունեք ձեզ կոչելու Հայաստան ու հայ։ Հայերը դուք ոչ մի կապ չունեք, դուք հայախոս թուրքեր եք, այդքան բան։ Թուրք էլ չեք, թուրքերը իր հանուն իրանց են պայքարում, թուրք էլ չէ, թուրքի մնացորդ եք։ Ու այսքան բանից հետո էլի հանգիստ նստած սպասելու եք, որ թուրքերը մտնեն։ Դե ինչ ասեմ, ինչ ասենք մենք սրանք բացատրեք։ Ինչ կարելի ասել, օրինակ հետամնացին, օրինակ ուղեղից տկարին, ինչ կարելի ասել։ Մարդ դեբիլ է։ Ասենք դեբիլ մարդ է, ինչ ասես։ Ասում է, դες որ էսի լավ բան է, ամառա, ցույց է տալիս ծնոտ այդ ճանապարհներին, անտառներին, ասում է, ամառա եկե։ Ասա տղա ջան, ամառ չի, սա ձմեռ է։ Չէ։ Դու չեք հասկանում, սա ամառ է, դա լկտի սուտ մի խոսացեք։ Ինչ ասենք այս անասունից, դաղուններին, ինչ բացատրես։ Ասում է, հե դե լավ եք էլի վերջացրեք, դե մի գալիս են, հետո ինչ։ Հետո ինչ։ Այ հետո կտենակ թե ինչ։ Այդքան բան, մնաք բարով։